Star News-ը առանձնացրել և ներկայացնում է շոու բիզնեսյան շաբաթվա ընթացքում տեղի ունեցած ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։ Ազատավցյանն էլ սկեսուրի հետ համատեղ էր լուսանկար հրապարակել։ Դերասանուհին հաճախ է ամուսնու հարազատների մասնակցությամբ հրապարակումներ անում, սակայն Գուրգենի հետ համատեղ լուսանկարներ և տեսանյութեր նրա սոցիալական հարթակներում գրեթե չկան։ Գրիգոր Դանիելյանն ու Ռիփսիմե Ելինյանն էլ հանգստյան օրերն անցկացրել էին Ջերմուկում։ Զույգը արդեն վերադարձել է Երևան ու անցել աշխատանքային առօրյային։ Ջերմուկում է գտնվում մայստրո Շարլ Ազնավուրի կիսանդրին, մեջ շատ հետաքրքիր ձև է դմնատներ։ Շատ սիրուն եմ արել, սիրուն լուծումով, ընդհանրապես շատ սիրուն է ամեն ինչ։ Գնանք ջուր լցնենք։ Այո, գնում ենք ջուր լցնենք ու տանենք տուն։ Ու գնանք։ Սա ցույց կտամ ջուրը։ Ոնց ենք լցնում։ Զարուհի Բաբայանն էլ նոր լուսանկարներ էր հրապարակել ու գրել. «Թող բոլորիդ կյանքում միշտ լինի այն մեկը, ով ձեր գարունը կլինի, ձեր ուժը և թուլությունը»։ Բլոգեր Նուշ Օհանյանի ամուսինը դուրս է եկել կոմայից։ Նուշը հրապարակել էր հոլովակ ու գրել. «Շատ փորձություններ արդեն անցյալում են, բայց ցավոք մեզ ավելի բարդ և դժվար օրեր են սպասվում։ Հուսամ կհաղթահարենք, չեք կարող պատկերացնել, թե որքան բարդ է ինձ համար այս տեսանյութը տեղադրելը, բայց ամենօրյա հազարավոր նամակները, ձեր սրտացավ վերաբերմունքը և Ռոբի վերականգնմանն ուղղված աղոթքները ինձ պարտավորեցրին, որպեսզի իմ մեջ ուժ գտնեմ և ձեզ հետ կիսվեմ մեր 54-օրյա բարդ և փորձություններով լի ճանապարհով։ Այն վերականգնողական կենտրոնում, որտեղ հիմա բուժում է ստանում Ռոբը, հանդիպեցի մի կնոջ, ում հերոս որդին պատերազմի հետևանքով արդեն 5 տարի է ինչ կոմայի մեջ է։ Նա ինձ ասաց մի նախադասություն, որը հոգուս մեջ մնաց. «Մի ասա Աստծուն, թե որքան մեծ է քո փոթորիկը, ցույց տուր փոթորիկին, թե որքան մեծ է քո Աստված», գրել էր Նուշը։ Դերասանուհի Էմմա Մանուկյանը նոր լուսանկարներ էր հրապարակել։ «Հիմա վերջն ինչ, սոս թե Միքայել», գրել էր Էմման, նկատի ունենալով Վերջին զանգ սերիալի կերպարներին։ Աննա Մաքսիմն էլ ցույց էր տվել, թե ինչպես է սկսվել իր առավոտը։ «Գնում եմ բնության գրկում աշխատելու, լավ աշխատանքային օր բոլորին», գրել էր դերասանուհին։ Մհեր Բաղդասարյանն էլ Փարիզից էր լուսանկարներով հանդես եկել։ «Իմ սիրած կինոն Փարիզն է», լուսանկարներին կից գրել էր Մհերը։ Մարտին Մկրտչյանն ու Ռիփսիմե Հակոբյանն էլ հերթական միջոցառմանն էին հրավիրված։ Նշենք, որ զույգը վերջերս է վերադարձել արտերկրից։ Արսեն Սաֆարյանի դուստրը խոսել է Ֆրանսիա մեկնելու ցանկության մասին։ Հետևորդներից մեկը հարցրել էր. «Նորից Ֆրանսիա գալու մտքեր չկան»։ Ի պատասխան Էլենը գրել էր. «Աշխատանքային թրիփ լինի կրկին սիրով, թե չէ առանձնապես ճանապարհորդելու սիրահար չեմ»։ Բլոգեր Անի Արզումանյանը ամուսնության առաջարկություն էր ստացել սիրելիից։ Անի ընտրյալը ստենդափեր Վազգեն Օհանյանն է։ Keeping Up with the Kardashians շոուի 7-րդ եթերաշրջանի թրեյլերում Քիմը բացահայտել է, որ իր մտերիմներից մեկը պատվիրել է իր սպանությունը։ Պատմելով իր ապրած սարսափի մասին, Քիմը չի կարողացել զսպել իր հույզերը, չնայած այն հանգամանքին, որ վտանգն անցել է։ Քիմը չի բացահայտել իր սպանության պատվիրատուի ինքնությունը, բայց ակնարկել է, որ դա իր մերձավոր շրջապատից մեկն է։ Աննա Ռուբենյանը ամուսնու հետ մեկնել է Բրյուսել։ Այս անգամ զույգի դուստրը Մարին մնացել է Հայաստանում։ Արամեն Պետրին էլ կնոջ դստեր մասնակցությամբ հոլովակ էր հրապարակել ու գրել. «Իմ սիրելի օրիորդները»։ Եվա Զոհրաբյանն էլ նոր հոլովակ էր հրապարակել։ Դերասանուհու օրը բավականին խառն ու անհասկանալի էր սկսվել։ Բարի լույս բոլորին, առավոտը սկսվել է վաղ, քանի որ ես խառնել եմ և ավելի վաղ եմ արթնացել, քան կարող էի արթնանալ և գնալ այդ վայրը, որտեղ պետք է գնամ։ Այնպես որ սիրելիներս միշտ գիշերը քնելուց առաջ նայեք, քանիսի դուք պետք է լինեք այդ վայրում։ Որ 2 ժամ շուտ չարթնես, Եվա ջան։ Սկացաք։ Այդ լավ է, երբ որ բայց փողոցներում քիչ մարդիկ կան։ Նուսակ մարդ է, արդեն ժամը 10-ն է։ Այդ քո համար առավոտ մարդկանց առավոտը վաղուց սկսել է։ Այո, այդպեսի
Արման Հովանեսյանը իր եւ ընտանիքի անունից խաչքար է կանգնեցրել Սուրբ Հովանես մատուռում։ Սուրբ Հովանես եկեղեցում այսօր մեր ընտանիքի կողմից տեղադրվեց խաչքար հավերժական հիշատակով ու հավատով լի խորհրդով։ Շնորհակալություն եմ հայտնում իմ սիրելի ընկեր Հովանես Շահբազյանին այս կարևոր քայլը իրագործելու գործում անմնացորդ աջակցելու համար։ Այսօրը շատ նշանակալի է իմ եւ իմ ընտանիքի համար։ Աստված օրհնի բոլորիս, սիրելիներս, գրել էր երգիչը։ Արամեն էլ սուր եւ կարևոր հրապարակում էր արել, նշելով. «Փախեք այն մարդկանցից, ովքեր հարգում են միայն հարուստներին», նշել էր նա։ Գրիգն ու Սոնան նշում էին միության 13 տարին։ Զույգը որոշել էր իր համար կարևոր օրվա առթիվ նոր ջերմ լուսանկարով հանդես գալ։ Սիրուշոն հայրիկի հետ համատեղ տեսանյութ էր հրապարակել, երգչուհին մասնակցել էր Հրաչյա Հարությունյանի ներկայացման փորձին։ Երաշտություն հովիկ, պատրաստել եք Մարիամի խնդիրը։ Այո, այսինքն լողալով, բանով։ Այո։ Չէ, շորի արվով կարող ես հանչանել, բայց մտները Վարդան Սարգսյանը Պրահայում հայկական եկեղեցի է այցելել եւ այնուամենայնիվ մենք հզոր ազգ ենք հզոր պատմությունով, նշել էր Վարդանը։ Երգչուհի Բրիթնի Սփիրսը հայտնել է, որ ծունկը վնասվել է աստիճաններից ընկնելու հետևանքով։ Ես ընկա աստիճաններից իմ ընկերոջ տան մոտ, սարսափելի էր, վստահ չեմ կոտրված է թե ոչ, բայց առայժմ ամեն ինչ կարգին է, փառք Աստծո, գրել էր Բրիթնին։ Երգիչ Արամեն նշում է ծննդյան տարեդարձը, նա հայտնել էր, որ այս տարի տարեդարձը տոնում է Ռոստովում տեղի իր ընկերների հետ։ 43 տարեկան Արամեն ձեզ շատ սիրում է ու շատ սիրուն անակնկալներ ունի ձեզ համար, գրել էր երգիչը։ Մհեր Բաղդասարյանն էլ նկատողություններ արել Անի Երանյանին։ Մհերը նշել է ծննդյան տարեդարձը ընկերների ու մտերիմների շրջապատում, հյուրերի թվում են եղել Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը, Արա Ղազարյանը եւ ուրիշներ։ Տոնական հոլովակներից մեկում երևում է, թե ինչպես է մհերը նկատողություն անում Անի Երանյանին, հորդորելով նրան քիչ խմել։ Մի խմի այդքան, 1000 եմ ասել, նշել է մհերը։ Վաչե Ամարյանն էլ Էմմա Շաբոյանի համար կատարել է Աղջիկս երգը։ Էլով է սիրում այս երգը հոլովակինքից, գրել է դերասանուհին։ Աչա այդ քո կարծիքով ես սիրուն եմ։ Շատ։ Դե ուրեմն մի հատ իմ համար իմ գեղեցկուհին ես աղջիկը երգը կերգես նենց եմ սիրում։ Իմ գեղեցկուհին ես աղջիկս։ Չէ, մի քիչ ավելի լավ դու լավ ես երգում սա։ Հա։ Իմ գեղեցկուհին ես աղջիկս։ Հետո Իմ տանթագուհին ես աղջիկս։ Աշխարհը քո խաթր շուրկը տավաչուն իմ քաղցր որ երջանիկ դու լինես գնացի։ Աննա Մանուչարյանը նույնպես նշում էր ծննդյան տարեդարձը, բարև 39, գիտակից, հաստատուն, ուժեղ ու սիրուն, գրել էր նա։ Իռա Հարությունյանն էլ գովում էր Ռոզա Դավթյանին։ Մեծ պատիվ է աշխատել ձեզ հետ ու մեծ պատիվ է լսել խոսքեր, որոնք ես ինձ հետ մինչև վերջ տանելու եմ, հոլովակինքից, գրել էր Ռոզան։ Իմ աղջիկն է մարմնավոր էր ու այսօրվա դրությամբ ինքը ասենք ես տեսնում եմ ինչա կատարվում դրսում, երբ որ Ռոզան հայտնվում է ապրես բալես, որովհետև դու անկեղծ ես։ Եթե ինչ-որ մի բան մասնագիտական, շատ մասնագիտական, դու այնքան մեծ ինտուիցիան ես, որ դու դա անում ես կարող է չիմանալով ինչի համար, բայց շատ ուժեղ ինտուիցիա ունես, դու շատ մեծ բարձունքների կհասնես, ապրես։ Ներնեմ ջանեմ, ապրես, քո շնորհքի համար։ Այն ինչ որ չի ստացվում, ինքն էս հումորով է վերաբերվում։ Ում ինչ ասում մենք պրոֆ ենք, այո, մենք պրոֆ ենք։ Էվելինա Ստեփանյանն էլ բողոքել էր առողջական վիճակից, հայտնելով, որ թեպետ իրեն այնքան էլ լավ չի զգում, գնում է աշխատանքի եւ պատկերացում չունի, թե ինչպես է շարունակելու աշխատել։ Բարև ձեզ։ Ես մի քիչ հիվանդ եմ, հիվանդացել եմ, կոկորդս ցավում է, հայտարարք չգիտեմ ոնց եմ եթերում խոսալու։ Ու ոնց նկատում եք, այսօր տաքսիով եմ, ասեք ինչի։ Որովհետև աշխատանքից անմիջապես հետո պիտի իջնեմ կենտրոն
այսօր Rottwein Band-ի համերգին եմ հրավիրված ու վստահ եմ, որ չեմ գտնելու parking, առանց այդ էլ ուշացած եմ գնալու ու եթե լինեի մեքենայով ավելի շատ էի ուշանալու։ Մի խոսքով տաքսիով դրա համար է ստիպված, թացմազերով, կիսատ մեյքափով, բայց ես ես իմ վերջնական տեսքը ցույց կտամ իհարկե։ Լավ, որ բոլորիս հուսամ չեմ ուշանա աշխատանքից, դե միշտ եթե տաքսիով եմ, ուրեմն ուշանում եմ, այդ օրենքը, ոնց որ թե մարորդը լավ ակշ։ Աննա Մաքսիմն էլ նոր ֆոտոշարք էր հրապարակել, նշենք, որ դերասանուհին օրեր առաջ է վերադարձել Հնդկաստանից։ Երգչուհի Սիրուշոն էլ արխիվային հրապարակումներ էր արել ցույց տալով, թե 2000-ականների սկզբին ինչ նամակներ է ստացել երկրպագուներից։ Երգչուհին հրապարակել էր նաև լուսանկար իր դպրոցական տարիներից։ Հոկտեմբերի 8-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ 0 ժամ 10-ի սահմաններում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ահազանգ է ստացվել, որ Մարգարա Վանաձոր 10-3 ավտոճանապարհի 72-րդ կիլոմետրի հատվածում ավտովթար է տեղի ունեցել եւ ըստ նախնական տեղեկությունների զոհեր կան։ Նշված հատվածում բախվել էին Գեղարքունիքի մարզի բնակիչ 45-ամյա Խաչիկ Մանուկյանի վարած Զիլ Մագնիշի բեռնատարը եւ Վայոց Ձորի մարզի բնակիչ 18-ամյա Նորայր Գյուլնազարյանի վարած Մերսեդես Մագնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Զիլի վարորդ Խաչիկ Մանուկյանն ու Մերսեդեսի ուղևոր Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Նարեկ Պետրոսյանը տեղում մահացել են, իսկ Գյուլնազարյանը տեղափոխվել է Ապարան բժշկական կենտրոն, որտեղ էլ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններից մեկը։ Տիկտոկյան հարթակն ուսումնասիրելիս պարզ դարձավ, որ մահացած 20-ամյա երիտասարդը տիկտոկեր Մարիի ամուսինն էր, 2 երեխաների հայր։ Մարիի հրապարակած նյութերից ու մեկնաբանություններից պարզ էր դառնում, որ զույգը արդեն բաժանվել էր։ Չհասցրեցինք խոսել, ներում եմ քեզ, բայց չեմ ների, որ մենակ թողեցիր ինձ, գրել էր Մարին։ Ըստ օգտատերերի մեկնաբանությունների զույգը միասին էր դեռ Նարեկի բանակ գնալու ժամանակ եւ այդ ժամանակ արդեն Մարին հղի էր։ Էլիզ Մելիքյանը պարբերաբար շարունակում է Instagram-յան իր էջում պատմել առանձին ապրելու դրական, ինչ որտեղ նաև բացասական կողմերի մասին։ Հերթական անգամ նա ցույց էր տվել, որ այցելել է Արամ Մելիքյանի տուն եւ վերադառնում է։ Այդ ճանապարհին նա կիսվել էր իր տպավորություններով, որոնք էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Անկեղծ մեկ-մեկ ինձ զգում եմ տան աղջիկ, որ տանը ինչ-որ տնտեսական ապրանք պակասում է, գնում եմ խանութ առևտուր եմ անում, չգիտեմ ինչն է պակաս, ինչը պակաս չի, իրականում այս զգացողությունները մեկ-մեկ անսովոր է, մեկ-մեկ սովորական, բայց հետաքրքիր զգացողությունները ասեցի ձեզ էլ ասեմ, ոչ եք պատկերացնի այսօր ինչ խառը ու անհասկանալի օր եմ ունեցել, վաղը ընտանիքով հարսանիքի ենք հրավիրված ու ես մի հատ շոր եմ առել ու ընկել եմ կրակը, կոպիտ ասած, մի հատ կոշիկ եմ ման գալիս, էդ էլ չգտա, մինչև վերջ, վաղը արթնանամ, հասկանամ ինչ պետք է անեմ։ Սա իմ շենքը, չգիտեմ կամերաս կեղտոտա, մաքուր է, ինչա, ես հասա տուն, մի քանի գործ ունեմ, գնամ անեմ, մի հատ քոլ ունեմ, էդ էլ անեմ ու բարկեմ քնելու։ Ուզում եմ մի հատ հետաքրքիր զգացողությունով էլ կիսվեմ, այս պահը որ գալիս ես տուն, լույսը վառում ես ու ահա որ հանգիստ է, ոչ մի ձայն չկա, ոչ մի աղմուկ չկա, քո հանգստությունը ու կարաս վայելես, չգիտեմ, մերոնց տնից էի գալիս ու արի սենց բարձր խաղեր խաղում ինչ-որ ընկերոջ հետ, այնքան անսովորել, լուրջ եմ ասում, որ մեզ ահա որ անսովորելի, որովհետև վաղուց մոտավորապես 7-8 ամիս է չեմ լսել բարձր ձայներ այդ ժամին, շունչս կտրվեց, չգիտեմ խի, բայց լիֆտով էի բարձրանում։ Մի խոսքով սա իմ տունիկը, սիրելիներս։ Պես հայտնի է, երգիչ Անդրեան վերջին շրջանում հանդես էր գալիս Հայ Սուպերստար նախագծում ժյուրիի կարգավիճակում։
Այս ընթացքում նրա մասնակցությունը տվյալ երաժշտական նախագծին բազմաթիվ քննարկումների առարկա դարձավ։ Ինքը Անդրեն էլ նշել էր, որ այս շրջանում իր համար շատ կարևոր էր նման գործունեություն ծավալել, եւ ահա օրերս նախագիծը ավարտվել է, իսկ Անդրեն սոցիալական հարթակներում լուսանկարներ էր հրապարակել նախագծի մասնակիցների, այդ թվում Մարիամ Ավոյանի հետ համատեղ։ Սա համացանցի մի շարք հարթակներում խոսակցությունների տեղիք էր տվել, որ վերջինս երգչի նոր սիրելին է, այդ վարկածը շրջանառում էին ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր, սակայն պետք է նշել, որ Մարիամ Ավոյանը միայն նախագծի մասնակիցներից էր ու բնական է, որ Անդրեն եզրափակիչ փուլում կարող էր մասնակիցների հետ նման լուսանկարներ հրապարակել։ Երգիչ Անդրեի շուրջ ստեղծված իրավիճակը այս պահին համացանցի թիվ 1 քննարկման առարկան է դարձել, ու այս քննարկումների ֆոնին տարածվում է մի հարցազրույց, որը երգիչը տվել է դեռ տարիներ առաջ։ Այն ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Իմ փոխարեն շատ բաներ են որոշում, արդեն սովոր եմ այդ ամեն ինչին ու վաղուց կարելի է ասել արդեն 20 տարուց ավել։ Եթե այդպես են որոշել, որ ես ամուսնացել եմ ու այդպես են մտածում, թող այդպես լինի։ Ես որևէ մեկնաբանություն չեմ ուզում տալ այդ ամենի շուրջ, որովհետև կարծում եմ, այդ հարցերի պատասխանը տրվեց քեզ տերեմ տեսահոլովակում։ Բայց դրանից հետո էլ շարունակվեցին շնորհավորանքներ, երևի միշտ էլ հետաքրքիր է մարդու անձնականը, բայց ես կցանկանայի, որ իմ արվեստը ավելի շատ հետաքրքրեր մարդկանց։ Ուրախ եմ, որ իմ արվեստը իսկապես հետաքրքիր է այն հանդիսատեսին, որը 20 տարի շարունակ իմ կողքին է։ Նրանք, ովքեր ինձ այս տարիների ընթացքում հասցրել են ճանաչել, վստահ եմ գիտեն, որ ես երբևիցե իմ անձնական կյանքն ու հարաբերությունները չեմ սիրելի ցույց դնել հանրությանը։ Բոլորին հետաքրքրող ցանկացած հարցի պատասխան հենց տեսահոլովակում է, ընդհանրապես պետք է այն սկզբից մինչև վերջ դիտել, բայց ցավոք այսօր մարդիկ միայն լուսանկարներով են կարծիք կազմում կամ միայն նյութերի վերնագրեր ընթերցելով, չկարդալով ամբողջական նյութն ու չդիտելով տեսանյութը։ Դա նույնն է, ինչ 2 ժամ տևողությամբ հրաշալի ֆիլմը դիտելու փոխարեն միայն մի քանի վայրկյան տևող թիզերը նայեց։ Շատերի կյանքում եղել է նման պատմություն, ես չեմ ցանկանում շատ բաներ բացահայտել, որովհետև պարզապես չեմ ցանկանում։ Չեմ ուզում անդրադառնալ այն ամենին, ինչ եղել է իմ անցյալում, որովհետև այն, ինչ կա իմ ներկայում, ավելի լուսավոր է, ավելի ուրախ ու սիրով լի։ Կան տեսահոլովակներ, որոնք ներկայացնում են իմ կյանքը, որոնց սցենարը հնարված չէ, բայց չեմ ասի, որոնք են դրանք։ Երբ հանրային մարդ ես, ուզած թե չուզած, անձնական կյանքդ հետաքրքիր է բոլորին։ Ինչու տրամաբանական ավարտ չունեցան, պատճառները շատ էին։ Հիասթափություններ, միմյանց չհասկանալ, դավաճանություններ։ Գիտես, ես առհասարակ ընկերություն անելուց երբեք եւ երբևիցե չեմ մտածել, որ դա պարտադիր պետք է տրամաբանական շարունակություն ունենա վերածվի ամուսնության։ Ամուսնությունը շատ լուրջ որոշում է։ Կարծում եմ, դա ավելի շատ որոշում է, քան զգացմունք։ Երևի միշտ երկկողմանի պատրաստ չեն եղել այդ ամենին։ Այո, իմ սիրտն էլ են շատ կոտրել, բայց ավելի ճիշտ կլինի ասել այն ոչ թե կոտրված է, եղել է հիասթափված։ Եղել է շրջան, որ դադարել էի հավատալ անկեղծ սիրուն, թեև շատ գեղեցիկ երգեր էի երգում սիրո մասին, բայց ինքս չէի հավատում սիրուն։ Բայց իհարկե, եթե մի բան մեկ անգամ չի ստացվում, չի նշանակում, որ պետք է դադարել հավատալ։ Այսօր կարծես թե հատկապես անձնական կյանքում բոլորն ավելի էգոիստ են դարձել, ավելի շատ իրենք իրենց մասին են մտածում։ Ես կարծում եմ, եթե անձնական կյանքի մասին է խոսքը 1+1 հավասար է ոչ թե 2-ի, այլ 1+1 հավասար է 1-ի, որովհետև 2 հոգի պետք է 1 դառնան, մի ամբողջություն, ոչ թե ամեն մեկը փորձի իր սկզբունքները առաջ տանել։ Զիջումներն այսօր մոռացվել են։ Հիասթափություններ շատ են եղել, բայց երբևիցե չեմ չարացել։ Չեմ հիշում նման դեպք, որ ես իմ չստացված անձնական պատմության ավարտին տրագեդիա սարքեի մեկի համար։ Բայց եղել է դրա հակառակը, երբ նա ով տվյալ շրջանում կողքիս է եղել, փորձել է կյանքս թունավորել։ Ժամանակի հարցեր ես անգամ պատասխան չէի տալիս եւ այդ ամեն ինչն անցնում ու մոռացվում էր ուղակի։ Առհասարակ, եթե ես մի բանից հիասթափվում եմ, եթե մի բան կոտրվում է իմ կյանքում, ուրեմն վերջացած է ամեն բան։ Սերը նման է շատ փխրուն մի երևույթի, որը երբ ճաք է տալիս ու փորձում ես վերանորոգել, միևնույնն է, այդ ճաքը միշտ մնում է։ Ըստ իս հենց սկզբից երկու կողմն էլ պետք է ջրեն այդ զգացմունքը, պետք է ջանք թափվի։ Չգիտեմ, երևի շատ եմ արդեն փիլիսոփայում, բայց երբ 16 տարեկանում սիրահարված էի, ես պատրաստ էի ամուսնության։ Ուղղակի տարիքից ելնելով շատ խոչընդոտներ եղան, բայց կյանքում ունեցել եմ նման սեր, որը բոլոր սերերից ամենամեծն է եղել։ Սղճում եմ միայն նրա համար, որ ես այսօր կարող էի ունենալ 21 տարեկան որդի։
Բայց փաստը մնում է փաստ, որ ես կորցրի նրան։ Միայն դա է, որ ինքս ինձ չեմ ներում այդ կորուստը ինձ համար ծանր է մինչև այսօր։ Չեմ ուզում ծավալվել ու այդ ամեն ինչը վերհիշել։ 1998 թվականն էր, ինձ ցավ է պատճառում այդ հիշողությունը, ինձ ցավ է պատճառում, որ նա այսօր չկա։ Ուղղակի չեմ ուզում շարունակել այս թեմայով խոսել, բայց այն միտքը, որ նա կարող էր լինել իմ կյանքում, բայց չկա, իհարկե սխճում եմ շատ։ Այն ժամանակ երկուսս էլ ունեինք մեր կյանքը, մեր նպատակները։ Չեմ ուզում ասել, որ ամեն ինչ փուչ էր, բայց ամեն դեպքում ես իմ ներսում այդ պակասը զգում եմ, նշել էր Անդրեն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Անի Օհանյանը գրել էր. Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ, բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելիներ թաքնված։ Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես, ինչպես ես։ Շուտով աշխարհը սկսեց փլուզվել։ Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով։ Այսօր նա չար կլինի, թե բարի, նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից։ Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը եւ փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ։ Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա եւ կփոխվի։ Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի, կներես բառը ելք չէ, դա անընդհատ կրկնվում էր։ Այսօր ես համարձակվում եմ խոսել։ Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների եւ մարդկանց առջեւ, ցուցադրել երջանկություն այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում։ Այս գրառումը ոչ միայն աղաղակ հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման, աղջիկներ, կանայք, մայրեր, դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս եւ ոչ թե խավար, նշել էր նա։ What you told on this Georgia Steamer, I'm going to give you some information until then, please. And one more.